Սիրելիներս, ողջույն, այսօր Կիրակի է, իսկ դա նշանակում է, որ առաջիկա 20 րոպեները անցկացնելու ենք միասին, հարմարավետ տեղավորվեք ու գնացինք։ Մեր ալիքն այսօր էլի հյուր ունի, անունը Ծաղիկ, ինքն էլ ծաղկի պես, համ տեսքն ա Ծաղիկ, համ սիրտն ա Ծաղիկ, համ անունն ա Ծաղիկ, համ էլ ստեղծած գործերն են Ծաղկի պես, միայն թե տեսնեք ինչ գեղեցիկ աշխատանքներ ա անում։ Մեզ միացավ նաև Ժակլինը, էս մի Ծաղիկը։ Իմ մի Ծաղիկին արդեն ցույց տվեցի ձեզ։ Միասին նայենք, տեսնենք Ծաղիկը ինչ սիրուն բաներ ա պատրաստում, հա Ժակ։ Հա։ Գնանք, ծանոթանանք Ծաղիկի հետ ու իր պատրաստած գործերի հետ։ Հետո կվերադառնանք։ Ու այսօրվա մեր թեման էլի Ծաղիկների մեջ է։ Մի խոսքով, այսօր սիրուն տեսանյութ եք դիտելու։ Կարծում եմ կհավանեք։ Ողջույն բոլորիդ։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր արդեն սիրելի Նարային։ Շատ կարճ ժամանակ է, որ ճանաչում եմ իրեն, բայց իր մեծ սիրտ ունենալու արդյունքում այսօր այս հարթակում կարող ենք ներկայացնել մեր գործունեությունը, սիրելի զբաղմունքը, որը իրենից ներկայացնում է ձեռագործ աշխատանքներ։ Ես Ծաղիկն եմ, 8 տարեկանից հաճախել եմ ասեղնագործության խմբակ, որ անցկացվում էր Հայաստանի լավագույն ժողովրդական վարպետներից մեկի կողմից, ով հնարավորություն տվեց ինձ բացահայտել մեր մշակույթի հարուստ ժառանգությունը, տիրապետել տարատեսակ հայկական ասեղնակարերի գաղտնիքներ եւ ոչ միայն, որոնցից էին ժանյակի ասեղնագործությունը, մարաշի, խաչկարի, քուղակար, այնթափ եւ մի շարք այլ տեսակներ, որոնք թվելը շատ երկար կլինի։ Տարիներ շարունակ համագործակցել եմ մշակութային կենտրոններից մեկի հետ, որտեղ վերականգնվում էին մեր հայկական տարազային համալիրները, որոնք շատերից ծանոթ կլինեն։ Ես ասեղնագործության թիմի մի մասնիկն էի, ունեցել եմ ձեռագործ աշխատանքների մանկական խմբակներ Երևան եւ Աբովյան քաղաքներում, մասնակցել եմ տարբեր ցուցահանդեսների, վարպետության դասեր անցկացրել մարզերի կանանց հետ, հատուկ խնամքի կենտրոններում։ Մինչ օրս էլ դեռ ուսումնասիրում եմ, սովորում եմ եւ շատ կարեւորում հատկապես մերը, որը այսօր կարիք ունի խոսելու, պահպանելու, արժևորելու եւ գրագետ փոխանցելու կարիք։ Ճիշտ է, իմ սոցիալական հարթակներում նաեւ ներկայացված են ժամանակակից աշխատանքներ, որոնք ելունից, տարբեր քարերից եւ այլ տեսակներից են համատեղված, բայց շուտով կլինեն նոր աշխատանքներ եւ ուսուցողական եւ արդեն պատրաստի, որոնք իրենց մեջ կկրեն հայկականություն։ Անդրաժ կարելի է խոսել այս թեմայով եւ իմ անցած ճանապարհից, որը դեռ չեմ խոսել։ Թե հետաքրքիր կլինի, կարող եք միանալ եւ YouTube-յան եւ Instagram-յան էջերին։ Գրեթե բոլոր հարթակներում կգտնեք ինձ։ Ես միայն ուրախ կլինեմ։ Ես ունեմ փոքրիկ կարգախոս։ Լինենք մեր մշակույթի կրողը, պահպանողը եւ հետագա սերունդներին փոխանցողը։ Իմ անունի փոփոխված տարբերակով եմ ներկայացված, որը կոչվում է Ծաղկե ձեռագործ աշխատանքներ։ Նաեւ կա անգլերեն տարբերակը Ծաղկե handicrafts, ինչպես նաեւ Ծաղկե անունով գյուղ է եղել Արևմտյան Հայաստանում։ Շնորհակալ եմ շատ լսելու եւ ինչ որ կարծիք գրելու համար։ Բարին բոլորիդ հետ։ Ծաղիկին մաղթենք հաջողություններ, հուսով եմ այն ամեն ինչը, որ ես անում եմ, շատ օգնած կլինի մեր երիտասարդ ստեղծագործողներին։ Եթե դուք եք երիտասարդ ստեղծագործող, ապա գրեք ինձ, ես մեծ սիրով նաև կներկայացնեմ ձեր աշխատանքները։ Դուք գիտեք նաև, որ ես զբաղվում եմ դեկորացիաներով, առաջիկայում Սիրահարների տոնն է եւ ես այդ առիթը բաց թողնել չեմ կարող։ Բացի դրանից տանը ունեմ լիքը զամբյուղներ, տուփեր, ծաղիկներ, որ ահագին ժամանակա գնել եմ ու չեմ օգտագործել, շատ լավ առիթ է այն օգտագործելու, համ բնակարանս կազատեմ, համ էլ սիրահարները հնարավորություն կունենան միմյանց գեղեցիկ բաներ նվիրելու։ Ուզում եմ ձեզ ցույց տալ իմ ծաղիկները, սրանք շատ վաղուց եմ գնել, ես լիքը ծաղիկներ ունեմ, իմ հիմնական ծաղկային կոմպոզիցիաների համար, բայց այս սրանք, այս որակը ես ինչ գնել եմ, երբևէ չեմ օգտագործել ու չեմ ուզում այսպես մնա տարիներով դարակում, տեղից էլ արդեն շատ երկար մնաց։ Հիմա լավ առիթ է կօգտագործենք։ Նաև դրանց այս գույնը, ծիրանագույն, էլի շատ սիրուն գույն է։ Այս մյուս տեսակները չեմ օգտագործելու, որտեվ սրանք շատ եմ սիրում ու շատ է պետք գալիս, տորթերի դեկորացիա անելուց եմ օգտագործում, մանր-մունր սիրուն բաներ սարքելուց շատ սիրուն ծաղիկներ են իրենք, ես գժվում եմ այս ծաղիկների համար, դրանց տարբեր գույները ունեմ
ուղղակի այստեղ հիմա ամբողջը չի։ Ես շատ վաղուց ձեզ խոստացել եմ, որ մի օր ցույց եմ տալու իմ ծաղիկների աշխարհը, բայց այդ օրը տենց էլ չի գալիս, քանի որ հսկայական ժամանակ է պետք, երեխեք ջան, ես չունեմ այդպիսի մի սենյակ, որ ամբողջ իմ դեկորացիան այնտեղ լցրած լինի։ Գնանք միասին մի հատ տուր անենք, նայենք, չի լինի այդպես։ Իմ ծաղիկները տուփերով տարբեր տեղերում են, ու որպեսզի ես ձեզ ցույց տամ, պետք է այդ ամբողջը հանեմ, որ կարողանամ ցույց տալիս, դա հսկայական ժամանակ է պահանջում։ Բացի դրանից որոշ ծաղիկներ կան, որ ես պետքա փոխեմ իրանց տուփերը, երևի հենց այդ փոխելու ժամանակ էլ միանգամից ձեզ ցույց կտամ, որպեսզի երկու անգամ չանեմ այդ գործողությունը։ Մի խոսքով, սրանք էլ ծաղիկները։ Ունեմ նաև այսպիսի տերևներ, որը էլի հիմա կոմպոզիցիայի ժամանակ կօգտագործենք։ Ցույց տամ ձեզ նաև զամբյուղները, տեսեք ինչ գեղեցիկ զամբյուղներ են, սրանք շատ էի հավանել ու միանգամից մի 4 հատ գնել եմ, այսօր բերել եմ 3-ը, բայց երևի ամեն դեպքում 2-ը կպատրաստենք, ընթացքում կհասկանամ, եթե պահանջարկը կա, նոր կավելացնեմ 3-ը, որովհետև մի քիչ ուշացել եմ, էլի, միշտ այս ժամանակահատվածը բաց եմ թողում, կամ ընդհանրապես չեմ հասցնում անել, կամ այն վերջի օրերին։ Այսպիսի 2 տուփ ունեմ, սրտիկներ եւ այսպիսի գեղեցիկ զամբյուղ, որը էլի շատ եմ սիրում, ինձ թվում է սրա մեջ էլ էլի մի հետաքրքիր բան կարելի է սարքել։ Պետք կգան նաեւ չորացրած խոտեր, որը էլի հետաքրքիր դիզայն կստանանք, ինձ թվում է սրանով, 1 կամ 2-ը սրանցով կհավաքենք։ Սպունգ, որը պարտադիր պայման է, սրանց վրա ենք ամբողջը հավաքելու։ Ու նաև սիրելիներս, ես ունեմ այսպիսի ծաղկային թղթեր տարբեր գույների։ Դե սրանցից ինձ թվում է միայն կարմիրը մեզ պետք կգա։ Եթե չեմ սխալվում, այս սևի հակառակ կողմը պետք է որ բորդո լինի, բայց լավ, սև չենք անի, այն կարմիրը կօգտագործենք։ Եթե ինձ մի բան դուր է գալիս, ես առնում եմ անգամ, եթե այդ պահին ինձ պետք չի, որովհետև ես վստահ եմ, որ մի օր անպայման ինձ դա պետք է գալու։ Թեկուզ մի առիթի գնալու, մի բան է պետք արագ զարդարեմ, ձևավորեմ, մի սիրուն բան սարքեմ, հետը ստանեմ, ձեռքից տակ որ լինում է, արագ ամեն ինչը կազմակերպում եմ, լիքը լենտեր ունեմ, լիքը ծաղիկներ ունեմ, ամեն ինչ ունեմ ես ձեռքից տակ, ասենք որ առիթ է լինում, այդ պահին հաստատ չեմ կարող վազել խանութ ու գնել, բայց այսպես մտքովս մի բան անցավ, արագ կկարողանամ պատրաստել, լիքը փուչիկներ, ամեն ինչ ունեմ իմ ձեռքի տակ, միշտ, մշտապես։ Հիմա երեխեք ջան, անցնենք գործի, տեսնենք ինչ է ստացվում արդյունքում, ես էլ հələ չգիտեմ, հենց տեղում կկողմնորոշվեմ ու կպատրաստենք միասին։ Լինելու են այսպիսի փուչիկներ, հիմա չենք սարքելու, որովհետև ժամանակի ընթացքում դրանք կթսկեն, դրա համար ես կսարքեմ այն ժամանակ, երբ որ պատվեր կունենամ, այսինքն այս նկարները կտեղադրեմ, հենց որ պատվեր կլինի, այդ ժամանակ տեղում կսարքեմ, կգան կտանեն։ Դե անցնենք գործի։ Եկեք առաջինը սկսենք այս զամբյուղից։ Այսպես կտրատեցի թղթերը։ Առաջին զամբյուղը պատրաստ է։ Եկեք հաջորդը պատրաստենք սրա մեջ, սպիտակ վարդերով պատրաստենք այս մեկը։ Սպունգը պետք
Եկա փորձենք սպունգը սրտաձև տեսք տալ, այսպես տնում եմ, գցում եմ, այստեղի հատվածներ կավելացնեմ։ Այստեղ չեմ կտրում սիրելիներս, որ չհաղթոտվի տարածքը, բայց հիմա սա երկու մասի կբաժանեմ։ Նույն ձևի այս տակի հատվածով եմ սեղմում ու նույն ձևով կտրում եմ։ Քանի որ ծաղիկների պոչը չի երևալու, այս փայտիկներով կանեմ, որպեսզի այս սիրուն փայտիկները չկտրտեմ։ Երկար է։ Որոշեցի լավ կարճացնեմ, որ այս սրտիկը երևա, բայց մյուս տուփը բարձր կհավաքենք, տեսնենք որն է ավելի սիրուն։ Մյուսը կպատրաստենք այս կարմիր տուփը։ Այս քնքուշ վարդերով, որովհետև կարմիր վարդերով եթե պատրաստենք, այնքան էլ իր կարմիրը չի, ավելի լավ է այս գույնը պատրաստենք, կարմիրները զամբյուղներին կթողնենք։ Այս մեկը ուզում եմ փորձեմ հավաքեմ այս տերևներով, տեսնենք ոնց կստացվի, եթե սիրուն եղավ կթողնեմ, եթե չէ կհանեմ։ Մտցնում ենք տերևը, հետո ծաղիկը, չն է կտրում, հաջորդ։ Թվում որ կանաչը գերակշռի, տեսնենք սիրուն կլինի։ Վերջ սիրելիներս, այս մեկն էլ արդեն պատրաստ է, գույներս շատ սիրուն, մի հատ էլ եմ այստեղ ուզում ավելացնել, նենց մի քիչ պակաս է աչքիս երևում, սենց ոնց է շատ լինի, ասեք, հələ տեսնենք ինչ ենք անում։ Վերջ այս մեկն էլ արդեն վերջնական պատրաստ է։ Անցնենք հաջորդին։ Սա այսպես թողնելու եմ, չեմ կտրի, որ իմանան, որ նոր է։ Գործերը հեշտ էր։ Այս ծղոտներով, ինձ թվում է սրանցով շատ ճոխ ու սիրուն կլինի, համ էլ ժամանակակից։ Գուցե էլի կկարճացնեմ, չգիտեմ, հեսա տեսնենք։ Փորձենք տերևներով լցնել։ Եկեք երկու այսենց գեղեցիկ հասկ ավելացնենք էլի։ Այնքան շուտ են կոտրվում։ Շատ զգուշ աշխատել սրանց հետ։ Սրանք 1 կամ 2 սանտիմետրի չափով կկարճացնեմ, որպեսզի շատ բարձր չլինեն ծաղիկներից։
վերջ։ Այս մեկն էլ ու մնաց վերջին զամբյուղը պատրաստենք։ Այս մյուսն էլ երեխեք ջան որոշեցի էլի տերևներով անեմ։ Որոցա տեսակ տերևը դնեմ։ Ու այս ծղոտներն էլ համատաբար փոքր արեցի, ցածր ավելի։ Տեսնենք հիմա ինչ էֆեկտ կստացվի։ Թքա որ էլի սիրուն լինի։ Այս տերևներով աշխատելուց շուրջ բոլորը կեղտոտվում է կադրից ենկում, ես մաքրման աշխատանքներ եմ շուշուտ տանում։ Երևի վերջինը կդնենք, կամ մի հատ էլ ու վերջ։ Չէ, լավ, մի հատ էլ դնենք ու վերջ։ Հիմա ընտիր։ Մի քանի հատ էլ հասկերից ու վերջ, բայց չգիտեմ հաստատ, հələ դնենք տեսնենք, եթե սազում է թողնեմ, եթե չէ, հանեմ։ Մի հատ էլ երեխեք շատ լավ իդեա ունեմ, բայց չգիտեմ կհասցնեմ նկարեմ ու սարքեմ։ Նրա վրա ժամանակային պետք ծախսել, կոնստրուկցիա պետք է արվի։ Երկու հատ էլ սրանից ենք դնում ու վերջ։ Թվում է արդեն բավական է։ Դերա կադրից են կոմանեմ դա ու գամ։ Ահա երեխեք ջան վերջացրեցինք, այսինքն սիրուն բաներ ստացանք։ Դուք որ ամենաշատը հավանեցիք, մի հատ ասեք։ Լավ, այն որ ասում է գուլյաց, տակ գուլյաց, ճիշտ է, այս մի միտքս մի քիչ շատ ժամանակ է պահանջում ու չգիտեմ պարագաներս կբավականացնի թե չէ, բայց գնանք բերենք փորձենք, հա, սկսել ենք, նկարում ենք, շատ վաղուց եմ ուզում դա սարքեմ ու անդադ հետաձգում եմ, միտք հացակել, ուզում եմ իրականացնեմ, հələ տեսնենք կստացվի թե չէ, անկեղծ եմ ասում, չգիտեմ ինչ դուրս կգա։ Մինչ ես իմ ծաղիկներն էի պատրաստում, այս մեր ընկերուհին էր իր գեղեցիկ փնջերն է պատրաստել, սիրահարների տոնին մի հատ տեսեք։ Ես ինչ սիրուն է սարքել։ Բայց ինչի համար է սարքել։ Սա հələ տեսնենք։ Սան Վալենտանի, որ ինչ հանենք։ Դեկորացիոն դնենք։ Հա, բայց ինչի համար է սարքել, որ ինչ հանեմ այդ։ Սիրունա։ Սիրունա։ Նոր ինձ ասում էր մամ, ես էլ կտանես, կծախես։ Այոտան ես քեզ, քո սարքած փնջերը։ Տանենք վաճառենք, հա։ Ով կառնի։ Ովքեր պետք է առնեն քո փնջիկները։ Գիտես։ Գիտես, ինձ նոր ասում էիր։ Ամուղները։ Հա, ամողոները սիրահարվածներն են, էլի։ Եղավ, այս կասեմ Ժակլինի կողմից բոլոր ամողոներին։ Դե թռի։ Ուրեմն, երեխեք ջան, այսպեսի բան ունեմ։ Էլի այդ սպունգներից է, ծաղիկների դիզայնի համար է։ Այսպիսի բաներ է ինձ պետք, փայտիկներ, սրանք պաղպաղակի փայտիկներն են, փորձեմ օգտագործել ու նաև այստեղ ունեմ այսպիսի ուլունքներ, մնում է այս ուլունքները, այն ինչ որ մտածել եմ, ինձ հերիքացնի, կփորձեմ երկու տուփերից խառնել իրար այն գույները, ինչը հնարավոր է, վարդագույնն ու սպիտակները երևի կվերցնեմ ու միասին կօգտագործեմ, երևի տենց կանեմ։ Պետք է գալու նաև այսպիսի լար։ Ես ինչ սիրուն դեմք է իմ էկրանի մեջ ընկել։ Հիմա մեզ պետք է։ Ես այդ յարը որտեղ սիրուն է, ու ծաղիկները սիրուն են։ Հիմա ասենց մեզ այսպես մոտավորապես մի հատ չափա պետք վերցնել։ Հիմա տենց ամբողջ տեսանյութի ժամանակ պետք է տենց ժպտալով նստես։ Հա։ Վերցնում ենք սա, այսպես փաթաթում եմ, տեսակ, չգիտեմ տեսակ թե չտեսակ, Ժակլինի վրա ենք պահել, որ երևա ինքն էլ, հիմա վերցնում ենք մոտավորապես այստեղից, հուսով եմ ճիշտ չափ ընտրեցի ու այսպես հետո ընտրում ենք
մի այսպիսի չէ, մի քիչ էլ այս կողմից կծակեմ։ Վայ, զգուշքյանքս, այսենց։ Այստեղ հիմա պետք է անցկացնենք ուլունքներ, որից սկսենք, Ժակ, 3 հատ սպիտակ դնենք ծայրերը, դրեցինք այստեղ։ 3 հատ սրանից կապույտ։ Չէ, կապույտ չենք անում։ Դրանից։ Ու վերջում էլի 3 հատ սպիտակով ավարտում ենք։ Մեզ օգնում է իմ ճեստլիկը։ Ապրես։ Վերջացնելուց հետո նորից ասենց ձգում ենք, վերցնում ենք այս մյուսը, քանի ճիշտ չափը չենք կարող որոշել, դրա համար վերևից արդեն պտտելով կիջնենք ներքև, Опа. Ստացանք այսպիսի մի սիրունա։ Մամա, պետք է գնամ ես, մերսի համար։ Հիմա սա մաքրում ենք։ Լավ կլիներ, եթե այս չափի վարդեր լինեին, շատ սիրուն կլիներ, հարմար կլիներ, բայց ոչինչ։ Դե ստիպված ցենց պետք է անենք։ Այս ամբողջ երկայնքով ցենց մտցնելու եմ ծաղիկները։ Սիրունա։ Մամայի օգնականը։ Ամբողջ եզրերով արդեն գնացի, հիմա լցնում ենք ներսի հատվածը։ Ես մի քիչ ուժեղ սխմի, որ դուրս չգա մեջից։ Չգիտեմ, այս գույնից խառնեմ, թե չէ, ոնց որ սիրուն ա լինում։ Ափսոս սրանցից քիչ ունեմ, թե չէ շատ կսած էր սրա հետ, իր ներբության հետ։ Էլ ինչ տնենք ստեղ մի քիչ սիրունանա, ճոխանա, մի քանի հատ էլ սրանցից ա մնացել, դա էլ դնենք, էդ էլ սիրուն կլինի։ Մի քանի հատ էլ սրանցից։ Իսկ թվում է արդեն բավական է։ Սիրելիներս, սա էլ իմ մտածածը այնինչ գլխիս մեջ այսքան ժամանակ պտտվում էր, այս բռնակով սիրուն մի բան ստանամ։ Չգիտեմ, այս ծիրանագույները ավելացրեցի արժեր, թե չէ, հələ դուք էլ ասեք, ուզեցի ինչ-որ մի երանք տամ, չգիտեմ։ Այս ուլունքները հենց այդ նպատակով էլ շատ վաղուց գնել էի ու այդպես էլ չէի կարողանում ժամանակ գտնել պատրաստելու, հիմա շատ լավ առիթ հանդիսացավ, հուսով եմ այսօրվա տեսանյութը ձեզ դուր եկավ, վաղը արդեն առավոտյան արևի լույսով սիրուն նկարներ կանեմ ու կտեղադրեմ արդեն։
Բարի գիշեր, սիրելի հետևորդներ, գիտեմ, որ արդեն երեկոյան մեզ դիտելուց կլինենք, մասնակցեք մեր տեսանյութերին ակտիվ քննարկումներով, բոլորից սիրում ենք, բարի գիշեր։